Բարև ձեզ, Շանթի եթերը շարունակում է հորիզոնը։ Պետական դպրոցների շուրջ 32%-ը անցել է կառավարման նոր ձևաչափի, դրանցից տնօրեններ են նշանակվել 138-ում, իսկ զարգացման ծրագրերի փորձաքննության գործընթացը հաղթահարում է մոտ 13%-ը։ Կառավարության նիստին այս ոլորտին ուղղված նոր նախագիծը ներկայացնելիս նախարար Ժաննա Անդրեասյանը ասել է, որ գործընթացը ի հայտ է բերել մի շարք խնդիրներ։ Ավելի լավ է այդ խնդիրները ձևակերպել ու հասկանալ, որ այս իրավիճակ ունենք, որպեսզի կարողանանք նաև լուծումների գնալ եւ ճիշտ է, որ այստեղ աջակցության կարիք կա ու մենք մի փորձնական ծրագիր ենք արդեն մի քանի ամիս է մեկնարկել, ընտրել ենք 60 հոգի, որոնք մեր գործընկերների հետ համատեղ անցնում են առանձին դասընթացների շարք, որը պետք է օգնի ավելի լավ պատրաստվել եւ այդ պիլոտային ծրագրի ամփոփումից հետո նաև կհասկանանք, թե ինչ բովանդակության դասընթացներ պետք է հնարավոր դարձնենք դպրոցի տնօրենների հավակնորդների համար, որպեսզի վերջիններս նաև կարողանան պատրաստվել դպրոցը կառավարելուն։ Չնայած պետք է ցավով ասեմ, որ իրականում մենք այդ խնդիրը նկատում ենք ոչ միայն այն մարդկանց մոտ, ովքեր որ նախկինում դպրոցի տնօրեն չեն եղել եւ հիմա դիմում են այդ պաշտոնի համար, այլ նաև մարդկանց մոտ, ովքեր որ մեկ շրջափուլ, որը 5 տարի է կամ 2 շրջափուլ կամ ավել աշխատել են որպես դպրոցի տնօրեն։ Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք եւ սկսենք կառուցել սրա վրա, որպեսզի մարդկանց մոտ դիմադրություն չառաջանա, որ այս եկել են մենք ես այսքան տարվա մանկավարժ եմ, եկել են ինձ սովորեցնում են։ Ոչ մեկին ոչի բան չի սովորեցնում։ Մենք առաջին հերթին ինքներս ենք ուզում սովորել եւ պետքա սովորենք։ Եվ ամոթ բան չկա, ելի եմ ասում։ Այո, մենք ավտոմեքենա վարելուց, գալիս է տարվա վերջում աղմուկ է։ Այս ոստիկանությունը սա ձախողել են, այսքան վթար կա, այսքան զոհ կա։ Ոչ մեկ չի ասում, Ժողովուրդ ջան, մենք ավտո քշել գիտենք։ Դե եկեք գնանք բան անենք։ Հիմա կներեք, մենք որ տարբեր տեղերում ատեստավորում ենք անում, չէ, ճիշտ ենք անում։ Ուզում ենք որակավորումը ստուգենք։ Դե եկեք ասենք, դե որ ուրեմն մեր մոտ sense մեծ հանրային խնդրեմ է եւ այո անվտանգության խնդրեմ է, մեր երկրում վթարների մեծ քանակը եւ զոհերի մեծ թիվը, եկեք վարորդների ատեստավորում անենք։ Շատ լավ արդյունքներ կունենանք, երթևեկությունը սկսենք ոտով քայլել նախ, առողջ ապրելակերպի կանցնենք, համաձայնեք։ Ես այդ բանը, ընդհանրապես էդ էլ է շատ մեծ ֆունդամենտալ խնդրեմ, որը մեկը կառավարության պատասխանատվությունը չի կարող նսեմացնել, հարցը այդ չի։ Կառավարությունը ամեն ինչի միշտ ամեն ինչի պատասխանատուն է։ Բայց մարդը բանը անում, խմում, գնում է պատին տալիս է, 7-8 հոգի զոհվում է, դուրս է գալիս, ասում է, այսի երկիր չի ընդհանրապես։ Այս ինչ է զոհերի թիվը, այս ինչքան հասավ ստեղ։ Լավ, սեն չի լինի, Ժողովուրդ ջան։ Սա ֆունդամենտալ իրողություն է մեզ համար։ Մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք։ Մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են, համատարած։ Համատարած մարդիկ ղեկին նստում են դրա իրավունքը չունենալով, որովհետև ունեն ոչ թե կեղծված են, այլ կեղծ են։ Այն կեղծվածներն էլ հլա իրանց հերթին, կեղծվածների խնդիրն էլ առանձին կա, բայց նույնիսկ չկեղծվածները կեղծ են։ Ստեղ է մեր խնդրեմը։ Եվ տենց շղթայական ամեն ինչը։ Ու պետք է հասկանանք, այսինքն հասկանալու ձևը է սա։ Մենք հլավոր բան ենք անում, այն ժամանակ հլը նոր եկել ենք սենց տառապելով, որ չենք կարում հարցը լուծենք, եկել ենք այս եզրակացության։ Բա պատկերացնեք, մենք սկսենք այս եզրակացությունից։ Մենք հենց այդ կանխապարկածով ենք եղել, որ այդտեղ պետք է զգուշ լինել, բան չլինել եւ այլն, բայց իրողությունները լրիվ ուրիշ բան են ցույց տալիս։ Եվ պետք չի ուրիշների մասին խոսել, ուրիշներին նեղացնել, արձանագրենք, որ բոլորս այս նույն տրամաբանության մեջ ենք, պլյուս մինուս մի քիչ, բայց միջին վիճակագրորեն բոլորս այս նույն տրամաբանության մեջ են։ Տիկին Անդրեասյան, դե այս թեմաների շուրջ աշխատանքային կարգով է քննարկենք եւ մտածենք, եւ մեր մյուս գործընկերներին է խնդրում եմ իրանց ոլորտներում մի հատ այս դիտանկյունից նայեն հարցերին։ Շատ կարեւոր բան է։ Այս դիտանկյունից ես խոստանում եմ բոլորիդ, որ ես ինքս ինձ չեմ ուզում ասեմ նայում եմ, նայել եմ, կնայեմ այդ դիտանկյունից։ Խոստանում եմ պաշտոնապես,
Բայց խնդրում եմ, որ բոլորս ամեն մեկս մեզ եւ մեր ոլորտներին այս դիտանկյունից նայենք։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հարավային Կովկասի Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոին անդրադարձ եղել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Քարտուղարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտապույտ կնքելու խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը կուղղորդի դեպի հարատև խաղաղություն։ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունվել են Եվրամիության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության եւ Եվրամիության ընդհանուր անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։ Եվրոպական խորհրդարանը վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ եւ ողջունում Հայաստանին խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ջանքերի համար։ Խորհրդարանը Ադրբեջանից պահանջում է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը եւ ազատ արձակել 23 հայ պատանդներին։ Եվրոպական խորհրդարանի падգամավորները կոչ են անում պատժել բոլոր նրանց, ովքեր սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Զեկույցները ողջունում են նաեւ Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին տրամադրված օժանդակությունն ու կարևորում Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության դերը։ Խորհրդարանը ողջունում է նաև հարաբերությունների կարգավորման ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերը եւ հիշեցնում, որ հարաբերությունների նորմալացումն ու սահմանազատումը պետք է իրականացվեն Ալմատայի հռչակագրին համաուժ։ Եվրոպական խորհրդարանի падգամավորները պահանջում են Եվրամիությունից դադարեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության հուշագիրը, Եվրամիության անդամ երկրներին կոչ անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող տեխնիկական, անվտանգային եւ ֆինանսական աջակցությունը։ Բեռլինի եւ Բաքվի միջև սկանդալի ֆոնին Գերմանիայի նախագահը Բաքու է մեկնել։ Սկանդալի պատճառը Գերմանիայի նախագահի Instagram էջում Արցախի դրոշի հրապարակումն էր։ Գերմանական կողմը ներողություն է խնդրել, նաեւ ասել է, որ Ադրբեջան այցը կարևոր է ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հարցերը քննարկելու համար։ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բաքու մեկնեց Երևանից։ Այստեղ նա հանդիպում էր ունեցել Հայաստանի նախագահի, վարչապետի, ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Հայաստանյան տարբեր հանդիպումների ընթացքում նա թե խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցին էր անդրադարձել, թե նաև Բաքվում պահվող ռազմագերիների ազատ արձակմանը։ Ու մինչ Բաքվում կսկսվեին պաշտոնական հանդիպումները, Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Բաքվում շահիդների պուրակ է այցելել։ Ապա հանդիպում ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սրան նախորդել էր Բեռլինի եւ Բաքվի միջև դիվանագիտական սկանդալ։ Բանն այն է, որ նախագահի պաշտոնում առաջին անգամ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Գերմանիայի նախագահը Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակել էր Արցախի դրոշի լուսանկարը, բայց ադրբեջանական կողմը աղմուկ էր բարձրացրել։ Ի վերջո դիվանագիտական աղմուկը հարթվեց ու Շտայնմայերը Ադրբեջանում խոսեց խաղաղության համաձայնագրից, բայց մինչ այդ ասել էր, թե իրենք Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք են համարում, ապա խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին։ Մեծ քայլ է արվել եւ ես կողմերին շնորհավորում եմ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առթիվ։ Այսօր նախագահ Ալիևի հետ զրույցի ընթացքում ես հույս եմ հայտնել, որ մոտ ապագայում մենք կարող ենք դառնալ խաղաղության պայմանագրի ստորագրման ականատեսը։ Դա կհանգեցնի կայուն խաղաղության։ Ես կոչ եմ անում կողմերին, չնայած բարդություններին եւ մարտահրավերներին, բաց չթողնել այս հնարավորությունը։ Ադրբեջանի նախագահն էլ խաղաղության մասին այսպես խոսեց։ Պատերազմում տարած մեր պատմական հաղթանակը ճանապարհ հարթեց դեպի խաղաղության բանակցություններ։ Կարծում եմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հաստատման հարցում բավական մերձեցել են։ Հայաստանը այն ստորագրելու բանակցություններ սկսելու առաջարկ արել է դեռ շաբաթներ առաջ, բայց ադրբեջանական կողմը համաձայնեցված տեքստից բացի նոր պահանջներ առաջադրեց, որոնք վերաբերում են Մինսկի խմբի լուծարմանը եւ Հայաստանի սահմանադրությունը փոխելուն։ Այսօր Ալիևը դրանք դարձյալ կրկնեց։ Իբր թե այդ երկու պայմանները եթե կատարվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի, ու հիմա գնդակը Հայաստանի դաշտում է։ Չնայած այս հայտարարություններին վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմին մեղադրելով իբր հրադադարը խախտելու մեջ։ Ու ճիշտ այն օրը, մարտի 31-ին, երբ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Հայաստանում էր, ադրբեջանական զինուժը կրակեց Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ տուն վնասվեց։ Քրիստինե Ալագուլյան, Հորիզոն։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներմուծումների 10% մաքսատուրք է սահմանել նաև Հայաստանի համար։ Թրամփը հրապարակել է մաքսատուրքերի ցանկում ընդգրկված երկրները։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ բոլոր ներմուծումների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրքերը Միացյալ Նահանգներում ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։ Հայաստանը Թրամփի առևտրային պատերազմից անմասն չմնաց, գրեթե բոլոր պետությունները ընդգրկվել են նոր մաքսատուրքերի ցուցակում։ Թրամփը սահմանել է փոխադարձ մաքսատուրքեր, այսինքն մեխանիզմ, որի միջոցով Միացյալ Նահանգները մոտավորապես նույն մակարդակի մաքսատուրքեր է սահմանում այն երկրների նկատմամբ, որոնք սահմանափակում են իրենց շուկան ամերիկյան ապրանքների համար։ Սա իհարկե նշանակում է հայկական ապրանքների գների բարձրացում Միացյալ Նահանգների շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Որոշ առանցքային ոլորտներ կարող են տուժել պահանջարկի նվազման պատճառով, մասնավորապես ալյումինի, քարերի, թանկարժեք մետաղների, գյուղատնտեսական արտադրանք եւ ալկոհոլի արտահանումը։ Facebook-յան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը Վաշինգտոնում է։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Դմիտրիևը ռուսաստանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Վաշինգտոն։ Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավարը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել նախագահ Թրամփի վարչակազմի անդամների, այդ թվում Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆի հետ, ով նաև ներգրաված է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցություններում։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ պետքարտուղարությունը նախօրեին չեղարկել է Դմիտրիևի դեմ սահմանված պատժամիջոցները, որպեսզի նա կարողանա Միացյալ Նահանգներ մուտքի վիզա ստանալ։ Թե ինչ են քննարկել Դմիտրիևը եւ Ուիթքոֆը, առայժմ չի հաղորդվում։ Դիտեք եւս մեկ տեսանյութ, կհանդիպենք ժամը 15-ին։ Հետաքրքիր է, երբ տարբեր սերունդներ կարողանում են հանդիպել, փոխանակվել մտքերով ու փորձով։ Յուքոմի աջակցությամբ Տաշիրում կայացավ դեմ առ դեմ սերունդների երկխոսություն մարզային ֆորումը։ Մարզերի երեխաները մարզերում հանրային կազմակերպության նախաձեռնած այս հարթակը մեկտեղում էր հավաքել 500 ավագ եւ կրտսեր սերունդի ներկայացուցչի։ Երիտասարդները ներկայացրին իրենց եզակի փորձառությունն ու հաջողությունները, ոգեշնչելով ինչպես հասակակիցներին, այնպես էլ ավագ սերնդին։ Դե իսկ Յուքոմն էլ ոչ միայն աջակցել է միջոցառման կազմակերպմանը, այլ նաեւ ակտիվորեն մասնակցել է աշխատանքներին։ Յուքոմը արդեն սկսել է բավականին աշխատանքներ տանել, ենթակառուցվածքները փոխել, նորը ներդրել, զարգացնել եւ հատկապես խոսքը գնում է այստեղ 5G-ի մասին։ Դա արիթ է, որ ինչու՞ չէ 5G ենթակառուցվածքը օգտագործել ու իրենց մտքերը, իրենց ծրագրերը կյանքի կոչել։ Ու բարձ կապարախոսություն այն է, որ փորձը պետք է գիսել, փորձը պետք է փոխանցել այս նոր սերունդին, որ իրենց մտքում ու հոգում կա այն միտքը, որ վաղը պետք է ավելի լավ լինի ու այստեղ է, որ մենք պետք է միշտ կանգնած լինենք իրենց կողքին։ Յուքոմի ուսուցման եւ զարգացման ավագ մասնագետ Աստղիկ Մնացականյանը որպես մենթոր աջակցել է Կարինե Օգանեսյանին Իմ 5000+-ը թեմայով ելույթի ընթացքում։ Այս միջոցառումը ինձ համար իրոք դեմ առ դեմ սերունդների երկխոսությունների մեջ ներառում։ Ապագայի համար վախերս էլ ավելի քչացավ ընդհանուր ու ինչպես իմ մեսեջում էր, ամեն ինչ էլի մեր մտքում է։ Այս ֆորմատը հնարավորություն է տալիս երկու սերունդներին միմյանց լսել, հարցեր տալ, ազատ միջավայրում շփվել, ստեղծել կապեր եւ համագործակցություն։ Ֆորումում պատանի խոսնակները ներկայացրին իրենց փորձը, կազմակերպեցին ցուցադրություններ, կապերի ստեղծման հանդիպումներ ու պանելային քննարկումներ։ Միջոցառումն ավարտվեց եզրափակիչ համերգով։ Միջոցառման ավարտին հայտարարվեցին հովանավոր ընկերությունների Յուքոմի, ID բանկի եւ Իդրամի կողմից կազմակերպված մրցույթների հաղթողները։ Յուքոմի կողմից Ռալֆ Իրիկյանը հանձնեց մասնակիցների ու հաղթողների նվերներն ու մրցանակները։ Փիփսիմե Ավակյան, Հորիզոն։